Մեղքը հիվանդություն ու ցավ է, ուրեմն այդ ցավը անհրաժեշտ է բացահայտել և բուժել, դրա համար էլ մեր Տերը իրեն բժիշկ, իսկ մեղավորներին հիվանդ կոչեց։ Մեղքը թաքցնելը առավել վատթարացնում է մարդու հոգու առողջական վիճակը, ինչն էլ ի վերջո կարող է ծանր հետևանքներ առաջացնել։ Եկեղեցին որպես մեղքերից մաքրվելու ճանապարհ տեսնում է խոստովանությունը, որով թողություն են գտնում։ Անձը զղջալով իր մեղքերի համար խոստովանում է քահանայի առաջ։ Սա կոչվում է առանձնական կամ անհատական խոստովանություն։ Ամեն մարդ կարող է ունենալ նաև խոստովանահայր, օծյալ հոգևորական, որ լսում է և թողություն տալիս մեղքերին։ Քահանան մեղքերի արձակում է տալիս, ձեռքերը խոստովանողի գլխին դնելով։ Քահանան այս իշխանությունն ունի, քանի որ ձեռնադրության և օծման միջոցով առաքյալների իրավահաջորդն է։ Համաձայն Տեր Հիսուսի խոսքի, ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ Խոստովանության մյուս ձևը կոչվում է ընդհանրական խոստովանություն, երբ հավատացյալներից մեկը բոլորի անունից կարդում է տարատեսակ մեղքերի խոստովանության մեղա ամենասուրբ երրորդության աղոթքը, իսկ վերջում քահանան թողություն է տալիս ողորմեսցի արձակման աղոթքով։